Նախագահային զեկուցումը Հայաստանի Հանրապետության պատվո պահակախումբը ի պատիվ ձեր այցելության Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան շարված է Հայաստանի Հանրապետության պատվո պահակության պետ կապիտան Վարդանյան Մեծարգո տիկին նախագահ, տիկնայք և պարոնայք, ինձ համար մեծաճույք է Հայաստանում հյուրընկալել Շվեյցարիայի համադաշնության նախագահ տիկին
Միշելին Կալմի-Ռեին։ Թեպետ սա Շվեյցարիայի համադաշնության նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, սակայն տիկին Կալմի-Ռեյը առաջին անգամ չէ այստեղ։ Մեր հանրությանը լավ հայտնի են նրա ջանքերն ու ներդրումը մեր տարածաշրջանի հիմնախնդիրներին լուծումներ գտնելու գործում։ Շվեյցարիան, որն ունի չեզոք ու անկողմնակալ միջազգային ակտիվ քաղաքականության հարուստ փորձ, մշտապես հետաքրքրություն է ցուցաբերել մեր երկրի ու տարածաշրջանի հանդեպ։ Մեր ժողովուրդների կապերն ունեն դարավոր պատմություն։ 1897 թվականին Շվեյցարիայի կառավարությունն առաջիններից մեկը դատապարտեց 1894-96 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը, որպես մարդկության դեմ ոճրագործություն։ Իսկ հայոց ցեղասպանության տարիներին շվեյցարացիները մեր ժողովրդին սատար են կանգնել թե անհատ միսիոներների մարդասիրական ու բժշկական գործունեությամբ, թե պետական մակարդակով։ Եվ շարունակելով մարդասիրության այդ իմաստուն ավանդույթները, 2003 թվականին Շվեյցարիայի ազգային խորհուրդը բանաձև ընդունեց հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ։ Տիկին նախագահ, հայ ժողովուրդը երախտապարտ է Շվեյցարիային իր սկզբունքային եւ հետեւողական քաղաքականության համար եւ իհարկե այդ հրեշավոր հանցագործությունը դատապարտելու համար։ Հայաստանի անկախացումից ի վեր մեր առնչությունները ձեռք են բերել նոր որակ։ Հայկական կողմը ողջունեց Երևանում Շվեյցարիայի ներկայացություն գրասենյակը լիակատար դեսպանության մակարդակի բարձրացնելու որոշումը, որը մեր երկկողմ համագործակցությունն լայնելու բացառիկ հնարավորություններ է ստեղծում եւ արտացոլում մեր կապերի իրական մակարդակ։ Զրույցի ընթացքում մենք երկուստեք նաեւ վերահաստատեցինք տնտեսական համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը։ Մենք շահագրգիռ ենք հայ-շվեյցարական տնտեսական ծրագրերը զարգացնելու դեպի Հայաստան շվեյցարական ներդրումները խրախուսելու հարցում, հաշվի առնելով գործակցության առկա դրական փորձը։ Որպես այդ համագործակցության հաջողված օրինակ, ես կարող եմ նշել շվեյցարական ընկերությունների մասնակցությունը Ծաղկաձորի, Ջերմուկի, Տաթևի զարգացման ծրագրերում, որոնք ուղղված են հայաստանյան այս բնակավայրերի զբոսաշրջության ներուժի հնարավորությունների բացահայտմանը։ Հայաստանը շնորհակալ է Շվեյցարիային զարգացման եւ համագործակցության գրասենյակի կողմից իրականացված ծրագրերի համար եւ իհարկե այն բանի համար, որ տարիներ շարունակ այդ գրասենյակը սոցիալական եւ տնտեսական ծրագրեր է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում։ Իհարկե երկուստեք նշեցինք նաեւ մշակույթի ոլորտում Հայաստանի եւ Շվեյցարիայի համագործակցության շփումների ակտիվության մասին։ Այս հանգամանքը մենք համոզված ենք, որ նպաստում է մեր ժողովուրդների փոխ ճանաչողության բարձրացմանը եւ բարեկամության ամրապնդմանը։ Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Շվեյցարիայում կայանալիք գրքի 25-րդ միջազգային ցուցահանդեսում Հայաստանը մասնակցելու է պատվավոր հյուրի կարգավիճակով։ Ես էլ սիրով հրավիրեցի շվեյցարական կողմին հիմա կոնկրետ տիկին նախագահին մասնակցելու 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևանում կայանալիք միջոցառումներին։ Իհարկե այս միջոցառումներով մենք նաև նշելու ենք հայատար գրքի տպագրության 500-ամյակը։ Զրույցի ընթացքում իհարկե մենք նաև կարևորեցինք հայ-շվեյցարական համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, ՄԱԳ-ի կառույցներում, ԵԱԿ-ում, Եվրախորհրդում, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի շրջանակներում։ Անդրադարձ կատարեցինք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի զարգացման դինամիկան Շվեյցարիային քաջ հայտնի է։ Հատուկ երախտիկի խոսք ասացի մեծարգո տիկին նախագահին, Շվեյցարիայի իշխանությունների եւ անձամբ իր անգնահատելի միջնորդական առաքելության եւ ներդրած ջանքերի համար։ Իհարկե ափսոսանքով նշեցի, որ Թուրքիան խուսափում է իր ստանձնած պարտավորությունների կատարումից
եւ նման գործելավոճով արժեզրկում թե մեր նախաձեռնությունը եւ թե գործընթացում ներգրավված կողմերի ջանքերը։ Անդրադարձանք նաեւ Արցախյան խնդրի լուծման գործընթացի վերջին զարգացումներին, այդ թվում Սոչիում տեղի ունեցած եռակող հանդիպմանը։ Ուզում եմ հավատալ, որ այս անգամ Ադրբեջանի իշխանությունները կլինեն հետևողական եւ իրենց խոսքն ու գործը կհամապատասխանի։ Բնականաբար վերահաստատեցի մեր այն դիրքորոշումը, որ հակամարտությունն ունի միայն մեկ լուծում։ Դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման միջազգայինորեն ճանաչված իրավունքի խաղաղ իրագործման հնարավորությունն ապահովող լուծումն է։ Հիմնախնդիրը պետք է ունենա խաղաղ հանգուցալուծում, որին պետք է հասնել բանակցությունների ճանապարհով, որքան էլ որ այդ ճանապարհը լինի խոչընդոտներով ու դժվարություններով լեցուն։ Ես մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում տիկին նախագահին օգտակար քննարկումների համար եւ հաջողքով խոսքը փոխանցում եմ նրան։ Merci, Monsieur le Président, Mesdames et Messieurs. Je voudrais tout d'abord remercier մենք երկուստեք դրսևորում ենք ամուր կամք ակտիվորեն գործակցությունը զարգացնելու Շվեյցարիայի եւ Հայաստանի միջեւ եւ պետք է ասել, որ իմ այցը նշանավորվում է նաեւ մի կարևոր իրադարձությամբ, որտեղ այսօր բացվելու է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունը, պետք է ասել, որ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ առ այսօր մշակված է օրենսդրական լայն դաշտ, որը հնարավորություն է տալիս ակտիվորեն զարգացնել մեր հարաբերությունները։ Ինչպես ասացի, ուրեմն մենք ունենք ողջ օրենսդրական ծիրանոցը, մասնավորապես տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, ներդրումների փոխադարձ պաշտպանության վերաբերյալ, կրկնակի հարկումներից խուսափելու վերաբերյալ եւ նաեւ արդեն վերջերս ստորագրել ենք օդային տրանսպորտի վերաբերյալ համաձայնագիր։ Մեր տնտեսական հարաբերությունները լավ են, չնայած անշուշտ մեր ապրանքաշրջանառությունը դեռ մնում է բավականին համեստ մակարդակի եւ դեռ կարիք կա զարգացնելու։ Կա դեռ չօգտագործված ներուժ եւ Շվեյցարիայի իշխանությունները անշուշտ կողմ են, որպեսզի տնտեսական հարաբերությունները առավել եւ զարգանան։ Կարծում եմ, որ մեր շփումների աշխուժացումը, փոխադարձ այցելությունները, հանդիպումները նույնպես նպաստել են մեր հարաբերությունների սերտացմանը։ Եվ այդ հարաբերություններն անշուշտ ավելի ամրապնդվեցին այն սերտ համագործակցության շրջանակներում, որ մենք միասին իրականացնում ենք ձեր երկրի եւ Թուրքիայի միջև հարաբերությունները բարելավելու առումով։ Անշուշտ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց կարծում եմ, որ այն քաղաքական արիությունը եւ պատասխանատվությունը, որ հանդես բերվեց 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելիս, հնարավորություն է տալիս հուսալ, որ մենք ձեռք կբերենք հակակալի բարձրություն։ Շվեյցարիան Հայաստանի հավատարիմ գործընկերն է եւ մենք Հայաստանում արդեն բազում տարիներ ներկա ենք մեր համագործակցության եւ տնտեսական զարգացման գործակալության միջոցով։ Եվ մենք նաեւ համագործակցում ենք ձեր տարածքային կառավարման նախարարության հետ, որի օգնությամբ մենք մասնավորապես ծրագրեր ենք իրականացնում Սյունիքի մարզում, կաթնարտադրության, ինչպես նաև այգեգործության բնագավառներում։ Մենք նաև սերտորեն համագործակցում ենք ձեր արտակարգ իրավիճակների նախարարության հետ, մասնավորապես բնական աղետների կանխարգելման հարցում։ Այդ առումով վաղը ես պետք է այցելեմ Գյումրի, որտեղ ներկա կլինեմ, կտեսնեմ, թե շվեյցարացիները ինչպիսի աշխատանք են կատարել այս Շվեյցարիան Հայաստանի հետ սկսել է համագործակցել բնական աղետների, մասնավորապես երկրաշարժերի կանխարգելման հարցում, սկսած ձեր պատուհասած աղետից երկրաշարժից ավարտելով խոսքս ուզում եմ ևս մեկ անգամ ցանկություն հայտնել, որ մեր համագործակցությունը տնտեսության եւ այլ ոլորտներում
ավելի կխորանա եւ այդ առումով ես շատ ուրախ եմ պարոն նախագահ ձեր գալիք մայիս ամսին Շվեյցարիա այցի կապակցությամբ։ Հարցս ուղղում եմ երկու նախագահներին, ինչպես կմեկնաբանեք օրեր առաջ Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի վարչության, այդ երկրի արտգործնախարարության եւ մի շարք այլ գերատեսչությունների հայտարարություններն այն մասին, որ իրենք կոչնչացնեն բոլոր քննադատները, որոնք կփորձեն վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում։ Նշեմ, որ այդ հայտարարություններն արվել են նկատի ունենալով Երևան-Ստեփանակերտ քաղաքացիական շրջանների սպասվելիք վերականգնումը։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը իրավունք ունի օգտվելու օդային տրանսպորտի ծառայությունից։ Այստեղ որևէ կասկած լինել չի կարող։ Կասկած լինել չի կարող նաև, որ ինչպես Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, այնպես էլ Հայաստանի իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի այս խնդիրը համաձայնացնեն պատկան մարմինների հետ։ Եվ վստահ եմ, որ այս գործընթացը ունենալու է իր դրական ավարտը։ Ինչ վերաբերում է հայտարարությանը, ապա այդպիսի հայտարարություններ աշխարհի նորորյա պատմության մեջ եղել են եւ քիչ չեն եղել։ Բայց այստեղ մի բայց կա։ Այդ հայտարարությունները միշտ հնչել են ահաբեկչական կազմակերպությունների կողմից։ Որևէ պետության կողմից այդպիսի հայտարարություն չի հնչել։ Պետության կողմից այդպիսի հայտարարություն հնչեցնելը մարազմ է, հիվանդ ելույթներ են, ժամանակավրեպ անցած բաներ են։ Ինչ է նշանակում պետությունն ասում է, որ ես կոչնչացնեմ քաղաքացիական ինքնաթիռ։ Այս հայտարարությունը մեկնաբանելու կարիք չկա։ Բայց ես կարող եմ անել իմ հայտարարությունը։ Այդ ավիաթռիչքի առաջին ուղևորը ես եմ լինելու։ Ես Հայաստանի Հանրապետության նախագահս։ Monsieur le Président, puisque j'ai été sollicité de répondre à cette question. Հետաքրքրությամբ հետևում եք իրադարձություններին եւ ընդհանրապես Ղարաբաղի իրադարձություններին, անշուշտ Ղարաբաղի հակամարտությունը լուծում է Մինսկի խմբի շրջանակներում, որի ակտիվ անդամ չենք մենք, բայց պիտի ասեմ, որ ես վերջերս այցելել էի Ադրբեջան, հանդիպել եմ նախագահ Ալիևի հետ եւ խոսել եմ նաեւ նախագահ Սարգսյանի հետ մեր հանդիպման մասին։ J'en ai parlé, j'ai parlé de cette... Տիկին Քալմիրոյի հայ-թուրքական հարաբերությունների կասկածի ծառայությունից հետո դուք մի քանի անգամ հորդորել եք կողմերին նոր քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդուհանդերձ դնենք ճշտել, արդյոք դուք շարունակում եք միջնորդական գործունեությունը, թե պատկերար ասած լվացել եք ձեռքերը։ Եվ հարց Հայաստանի նախագահին մոտենում է Հայոց Դերասանության տարելիցը, ինչ կարող է Հայաստան ակնկալել Միացյալ Նահանգների նախագահի ամենամյա ուղերձից, արդյոք այս տարի Բարակ Օբաման իր ուղերձում կնշի ցեղասպանություն բառը, թե կրկին կխուսափի պատճառաբանելով, թե չի ուզում վնասել հայ-թուրքական հարաբերությունների շրջանում։ Alors, c'est... Պետք է ասել, որ Շվեյցարիայի միջնորդությունը փաստորեն ավարտվել է արձանագրության կնքմամբ 2009 թվականի հոկտեմբերի ամսին։ Այնուամենայնիվ չեմ ասի, թե մենք ձեռքներս լվացել ենք եւ անտարբեր ենք վերաբերվում նրան, ինչ կատարվում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև կամ չի կատարվում։ Շվեյցարիան ցանկանում է, որ արձանագրությունների վավերացման գործընթացը վերսկսվի եւ մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, այն ամենը, ինչ կարող է քաջալերել երկու կողմերին։ Եթե հարցնում եք մեր ցանկության մասին, ապա բնականաբար մեր ցանկությունը միշտ եղել եւ մնում է այն, որպեսզի Միացյալ Նահանգների նախագահը ամենամյա իր ուղերձում շատ հստակ գնահատականներ տա եւ իհարկե արտաբերի ցեղասպանություն բառը։ Այս մասին ես մեկ անգամ չի որ արտահայտվել եմ եւ հիմա կարող եմ ասել, որ ժամանակին անձամբ եմ խնդրել Միացյալ Նահանգների նախագահին, որպեսզի այս բառը արտասանի։ Բայց ցանկությունն ու իրականությունը տարբեր բաներ են եւ ամենից լավ պահը այն է լինում, երբ որ քո ցանկությունը համընկնում է իրականության հետ։ Ցանկանանք, որպեսզի այս անգամ այդպես լինի, բայց եթե այդպես չլինի, մենք վհատվելու
հիմք չպետք է ունենանք եւ մշտապես դրա համար պետք է պայքարենք։ Ես կառաջարկեի, որ ձեր խմբագրությունն էլ, ձեր շատ ազդու լրատվամիջոցն էլ այդ գործում որոշակի դերակատարություն ունենան։ Շնորհակալ եմ։